Հավանաբար դուք նկատած կլինեք գոնե մեկ անգամ, եթե ճամփորդում եք կամ եթե դուք էլ չէ ձեր հարազատներից լսած կլինեք կամ ընկերներից, ծանոթներից, որ ճամփորդելիս, երբ որ Հայաստանից դուրս են գնում, իրենք կարծես իրենց ավելի թեթև եւ անհոգ են զգում, նույնիսկ եթե այնտեղ ինչ որ թեկուզ եւ կարճ ժամանակով գործ անելիս են լինում, եւ երբ որ վերադառնում են Հայաստան, կարծես այսպես ինչ որ մի հատ ծանր բան է իջնում իրանց վրա, ինչ որ ստրես, որը չեն հասկանում թե ինչ կապ ունի երկրի հետ կամ մտածում են որ կապ ունի երկրի հետ, բայց չեն կարողանում բացատրել թե ինչու։ Սա այն դիստրեսի տեսակն է, որի դրդապատճառները կամ ավելի ճիշտ լինի ասել պատճառները մեզ համար սովորաբար աննկատ են մնում։ Այս դիստրեսի հիմքում ընկած է անգիտակցական այն մեխանիզմը, որը վերաբերվում է վերագրումներին, որը մեր ուղեղը անում է սոցիալական իրականության նկատմամբ, մեր շրջապատող մարդկանց, խմբերի, հասարակական կառույցների, ինստիտուտների, այն բացասական նեգատիվ վերագրումներին, որոնց շրջանակներում էլ կարծես թե փորձում է կառուցել մեր կենսագործունեությունը։ Այլ կերպ ասած, երբ որ մենք ճամփորդում ենք, գտնվում ենք այլ երկրում, մեր ուղեղը կարծես թե միացնում է համապատասխան կարգավորումները, որտեղ բացակայում են բնականաբար որևէ ինչ-որ վերագրումներ, սեփական փորձով կամ հարազատների փորձով ձեռք բերված պատկերացումների հիման վրա, վերագրումներ տվյալ երկրին կամ տվյալ երկրի հասարակությանը։ Լավագույն դեպքում կարող են լինել ինչ-որ ստերեոտիպեր կոնկրետ ազգի կամ երկրի մասին, բայց որպես կանոն, եթե մենք այդ երկրում չենք ապրել, չենք աշխատել, չենք սովորել, որպես այդպեսին առանձնապես ինֆորմացիա չունենք եւ հետեւաբար նաեւ բացասական ինֆորմացիա առանձնապես չունենք։ Դրա համար մեզ ավելի թեթև է լինում եւ անհոգ։ Բայց վերադառնալով Հայաստան, որտեղ ենթադրում եմ ունկնդիրներից մեծ մասը ծնվել, մեծացել են կամ ինչ որ ժամանակ ապրել են, քանի որ կա բնական է դա կլինի բացասական փորձառություն, դա անհնար է չլինի, անկախ նրանից մենք ինչ ազգի ենք պատկանում եւ որ երկրում ենք ապրում, կարծես միանում են այդ կարգավորումները եւ մեր ուղեղը միացնում է ավտոմատ եւ փորձում է արդեն կազմակերպել մեր կենսագործունեությունը այդ պայմաններում։ Լավագույն գործիքներից մեկը կամ մոտեցումներից մեկը նման դեպքում նա է, որպեսզի մենք փորձենք գիտակցաբար ժամանակ առ ժամանակ կամ գուցե ամենօրյա հիմքով փորձենք վերանայել մեր պատկերացումները եւ մեր վերգիտակցական վերագրումները մեր սոցիալական միջավայրին։ Եվ ամեն անգամ, երբ որ մենք կֆիքսենք բացասական վերագրում որևէ մարդու կամ խմբի կամ ինչ-որ կառույցի նկատմամբ, լավ կլինի փորձել վիճարկել դա, հարցնել ինքներս մեզ, ինչ հիմքեր ես ինքս ունեմ այդպես մտածելու եւ ինչ հակափաստարկներ կարող եմ բերել։ Եվ արդյոք հնարավոր է այս ամենին այլ դիտանկյունից նայել, որովհետև մենք մեծանալով շատ ժամանակ մեզ հետ մանկությունից բերում ենք խորքային համոզմունքներ, պատկերացումներ կոնկրետ խումբ մարդկանց նկատմամբ, երևույթների, որոնք ժամանակի ընթացքում մենք երբևէ քննադատաբար եւ չենք էլ վերլուծել, պարզապես այդպես, ինչպես ասում են, հալած յուղի պես ընդունել ենք եւ ապրում ենք դրանով, շարժում ենք դրանով եւ սա թերևս երևի շատերի ծանոթ է, երբ որ մարդը չունենալով անձնական շփման փորձ ինչ-որ խումբ մարդկանց հետ, ունի շատ հստակ բացասական պատկերացումներ այդ խումբ մարդկանց նկատմամբ եւ համոզված է դրանում եւ կարծես թե ոչ միայն տարածում է այդ պատկերացումները, նաեւ կազմակերպում է իր վարքը։ Շատ ժամանակ մեր այդ խորքային համոզմունքները, վերագրումները չեն համապատասխանում իրականությանը։ Ցանկալի կլիներ ամեն անգամ դա մեր մեջ նկատելով մենք փորձենք դա վիճարկել իմ նշած ձևով։